Երբեք վերջին անգամ եղել Երևանի կենտրոնում եւ արդյոք նկատել եք կենտրոնում առկա մշակութային բարդակը, ով ինչ գործիք տիրապետում է վերցրել, եկել ընկել է կենտրոնում ու իր ճղճղ ձենով ռաբիզը մի 100-ի վրա ինչ ենք հրամցնում մեր ազգին, երիտասարդներին, տուրիստներին, այս պրիմիտիվիզմը, միտեղ աղանդավորները քարոզ են անում, նույն օրը վեհափառ են դատում, հոգևորականներ են արդեն ամիսներով նստած, բանտում, ինչ-որ քրեական հետապնդումների մեջ, բայց ինձ ամենաշատ այս ամեն ինչի մեջ անհանգստացնում է այս մշակութային, չեմ ուզում վատ բառ ասեմ, տերորը, որ տեղի է ունենում Երևանի կենտրոնում, մեր ազգի հետ։ Ընդհանրապես, ինչ որ պատկան մարմին կա, որ պատասխանատու է այս ամեն ինչի համար, ինչ-որ վերահսկող մարմին պիտի լինի, թե սենց բաց թողի վիճակ է։ Օպերայից քայլում ես հրապարակ, ինչ ասես տեսնում ես, այսօր տրամադրված չէի նկարելու, բայց մի օր երևի այս ամեն ինչի մասին մեր հանգամանալից վիդեո կնկարեմ, ինչ ասես տեսնում ես, ու հազվադեպ հայկական, ազգային որևէ դրսևորում, այս ինչ է կատարում, ինչ եք անում այս երկրի հետ, այս ազգի հետ, չգիտեմ, ու ասեմ ձեզ ամեն տարի դեպի վատը ես այս փոփոխությունը նկատում եմ, սա լավ տեղ չի տանում, հայր ջան, բան արեք, ուշադիր եղեք այս դրսևորումների նկատմամբ, մերժեք, թույլ մի տվեք, որ այս թափով զարգանա ու տարածվի, վաղներ կարող է այտենց դուրը բացվի, ու չգիտեմ, ռաբիզ երգողները ամեն մեկը մեկի ձեռը դհոլ, դուդուկ, ակարդեոն, իհարկե ոչ իման չունենալով այդ գործիքների դեմ, բայց այդ զզվելի երաժշտությամբ կամ այդ քարոզներով, այդ կեղծ, դες մտնեն մեր տներ, մեր, չգիտեմ, բակեր, այս ինչ է կատարվում, այս անհանգստացող մարդ չկա այս ազգի, այս երկրի մշակույթի, ինքնության, ազգային նկարագրի, իմիջի, մշակութային մասին։